Բարի երեկո, եթերում է Հորիզոնի գլխավոր թողարկումը այսօրվա մեր ծրագրում։ Ուղիղ միացում Վատիկանից Հռոմի Պապն ընդունել է նախագահ Սարգսյանին։ Վերաքննիչը վճիռը չի փոխել։ Լրագրողների նկատմամբ բռնության խնդիրը Հորիզոնի թեմատիկ անդրադարձում։ Վճիռը օրինական ուժի մեջ թողելը իրավաչափ է եւ օրինական։ Ուր էր կորել Կիևից Երևան ուղևորվող ինքնաթիռը, անակնկալ բայրեջք Թբիլիսիում։ Ինքնասպանություն Ախուրյանի ոստիկանությունում։ Նախկինում 2 անգամ դատապարտված կասկածյալին գտել են խեղդված։ Ավտովթար Շիրակի մարզում, մարդատարը բախվել է պարսպին։ Մարդը մի 15 րոպե այդպես անջատվում է, հետո ասենք ինքը թարմացած շատ ուրեմն վեր է կենում։ Որքան քնել եւ ինչպես, մասնագետները քնի եւ անքնության մասին։ Մեծ շանսոնյեն Կրեմլում, Շարլ Ազնավուրն այսօր համերգ է տվել Մոսկվայում։ Բուլղարական հեռուստատեսության հայ աստղը Պատանի Ռաֆին հաղթել է X Factor-ում։ Այս նախագծի շնորհիվ հայտնի դարձավ, հաջողակ ու սիրված։ Դժվար թե հայաստանցիներից որևէ մեկը մոռանա այն պահը, երբ տարիներ առաջ հիշում եք Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը եկավ Երևան եւ Ծիծեռնակաբերդում ունկնդրեց Շարլ Ազնավուրի երգը։ Իդեպ մեծ շանսոնյեին այս ծրագրի ընթացքում դեռ կանդրադառնանք, բայց սկսենք իհարկե Հռոմի Պապից։ Բենեդիկտոս 16-րդի վկայությամբ ինքն էլ այսօր հուզմունքի պահ ապրեց, երբ Հայաստանի նախագահից ստացավ մի նվեր, որը հիշեցրեց նրան հայ ժողովրդի ողբերգության մասին։ Իտալիայում է մեր գործընկեր Քրիստինե Ալագուլյանը։ Ցավոք ինձ հիմա հուշում են, որ նրա ռեպորտաժը առայժմ պատրաստ չէ, պատրաստ լինելուն պես անպայման մենք կապվենք Իտալիայի հետ, իսկ այժմ այլ թեմաներից Հայաստանի ազգային ժողովը, ինչպես գիտեք, անցած շաբաթ ավարտեց իր աշնանային նստաշրջանը եւ հայաստանցի պատգամավորները որոշեցին այս շաբաթ այցելել Ղարաբաղ։ Պարլամենտի նորընտիր խոսնակ Սամվել Նիկոյանին այսօր ընդունել է ԼՂՀ-ի նախագահ Բակո Սահակյանը։ Իսկ հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով Հայաստանի ազգային ժողովի պատգամավորների մասնակցությամբ։ Դրանից առաջ հայաստանցի պատգամավորներին ընդունել էր Ղարաբաղի խորհրդանի նախագահ Աշոտ Ղուլյանը։ Բավականին լայն դաշտ համագործակցության եւ պարլամենտական մակարդակով ես նկատի ունեմ օրենսդրության մակարդակով, ինչպես նաեւ արտաքին խորհրդանական դիվանագիտության մեջ համագործակցության մակարդակով։ Կան բաներ, որ առանձնապես մեծ ծախսեր չեն պահանջում եւ նա ուղղակի կազմակերպչական խնդիրներ են եւ պետք է այդ ուղղությամբ հաստատակամ, այսպես համառորեն աշխատել եւ կարծում եմ կարելի է հասնել արդյունքների։ Եվ հիմա արդեն պատրաստ է իմ գործընկերուի Քրիստինե Ալագուլյանի ռեպորտաժը, այնպես որ տեղափոխվենք Վատիկան։ Քրիստինե, լսում ես ինձ։ Բարի երեկո։ Բարի երեկո Արմեն, լսում եմ, իհարկե։ Ես որքան գիտեմ, այսօր արդեն ավարտվեց նախագահի հանդիպումը Հռոմի Պապի հետ։ Այո Արմեն, այսօր ավարտվեցին արդեն նախագահ Սարգսյանի հանդիպումները Վատիկանում, բայց ես սկսեմ այն նվերից, որ ես ինքս եմ ստացել Վատիկանում եւ այնուհետեւ կշարունակեմ։ Սա մի նվեր է, որը ստանում են բոլոր այցելողները Վատիկան Հռոմի Պապից։ Սա հուշանվերը, որը տրվում է բոլոր այցելուներին։ Սա հայրմերի եւ ողջույնների համադրություն է։ Իսկ ընդհանրապես Վատիկանը մեզ ընդունեց իր Սուրբ Ծննդյան պատրաստությունների մեջ։ Հայտնի է, որ առաջինը հենց կաթոլիկ եկեղեցին է ազդարարում Փրկչի ծնունդը, այնպես որ այնտեղ կատարվում էին այդ նախապատրաստական աշխատանքները եւ մենք խորհրդանշական մի ժամանակաշրջանում էինք այնտեղ։ Թե ինչ է տեղի ունեցել այսօր հանդիպումների ժամանակ, արդեն կարող ենք տեսնել տեսանյութում։ Վատիկան ոտք դնելուց հետո առաջին բանը, որ աչքի է խփում, հավատացյալների խմբերն են։ Եվս 10 օր եւ Վատիկանն ամբողջությամբ տոնական տրամադրության մեջ կլինի։ Քրիստոսի ծնունդը առաջինը կազդարարեն Հռոմի կաթոլիկ եկեղեցու զանգերը։ Հայերի առնչությունները կաթոլիկ եկեղեցու հետ գալիս են դեռևս Կիլիկիո թագավորության ժամանակներից։ Հայկական ներկայությունն այսօր էլ զգալի է։ Վատիկանի ռադիոյի 44 լեզուներով հեռարձակումներից մեկը հայերեն է։ Սովորաբար հոգևոր կրոնական խոշոր ծիսակատարությունների առիթով հայերեն է հնչում նաև Հռոմի Պապի ողջույններից մեկը։ Հայաստանի անկախությունից հետո Վատիկանի եւ Հայաստանի հարաբերությունները նաև դիվանագիտական մակարդակում են։ 1992 թվականին Հայաստանի անկախ երրորդ հանրապետությունը ճանաչած պետությունների թվում նաև Վատիկանն էր։ Այսօր այստեղ ընդունում են արդեն Հայաստանի երրորդ հանրապետության երրորդ նախագահին։ Անկախության ընդունումից հետո Վատիկան այցելել են Հայաստանի բոլոր նախագահները։
Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը նախագահ Սարգսյանին ընդունում է իր նստավայրում։ Հովվապետի հետ զրույցը նախ երկկողմ ձևաչափով է։ Գոհացնող են Հայաստանի եւ Վատիկանի միջև հարաբերությունները։ Քննարկումներում նաեւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ կաթոլիկ եկեղեցու համագործակցության հարցերն են, նաեւ այն դերը, որ երկու եկեղեցիները ունեն հասարակության մեջ։ Վատիկանում նախագահ Սարգսյանի այցը միայն Հռոմի պապի հետ հանդիպմամբ չի ավարտվում։ Սա արդեն Սուրբ Պետրոս տաճարի սրահն է։ Տաճարում այցելուների պակաս հատկապես այս օրերին չկա։ Այսօրվա այցելուների մեջ նաեւ Հայաստանի նախագահն է։ Սրահում տեսնելու եւ գնահատելու բան շատ կա։ Այստեղ են հանգչում Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետները։ Տաճարի արտաքին կողմում նաեւ հայկական փոքրիկ անկյուն կա։ Այստեղ կանգնեցված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը։ Վատիկանը պաշտոնապես է նրան սրբերի շարքը դասել։ Նախագահ Սերժ Սարգսյանի արդեն հաջորդ կանգառը Հռոմում է։ Իտալիայի մայրաքաղաքում է գտնվում հայկական կաթոլիկ եկեղեցին, իր շուրջը համախմբելով տեղի կաթոլիկ հայերին։ Կից նաև Լևոնյան վարժարանն է։ Սա կենտրոն է հատկապես հայ կաթոլիկ եկեղեցու սպասավորների պատրաստման համար։ Այնինչ ամենից շատ ակնկալում են այստեղ հայ կաթոլիկ ու առաքելական եկեղեցիների առավել մերձեցումն է։ Այդ խնդրի մասին ուղերձն է, որ հայ կաթոլիկների առաջնորդը Հայաստանի նախագահին է փոխանցում։ Մենք ընդհանրապես հետևում ենք, այսինքն թե օդարապերին մենք այդքան նաև Հայաստանը կարոդով միշտ ապրած ենք Հայաստանի։ Այդ օրից որ նաև ցևով կարոդ մներ, իր պատկեր մներ այդպես մեր մտքի մեջ, բայց այդ օրից որ անկախացավ մի քիչ ավելի ներգրավվեցանք Հայաստանի հարցերով, ովարելով ավելի այլևս մոդիկ իրականություն դարձավ եւ կհետևենք։ Եվ իսկապես այս նախագահային օրով անդրադարձանք, որ բավական աշխատանք, ասենք, գդարվի, որ նաև ինչ որ կհամապատասխանե սպյուրկահայի երազներին։ Նախագահի այսօրվա այցը ամփոփվում է։ Պատվավոր հյուրերի համար նախատեսված ոսկե մատյանում այժմ նաև Հայաստանի նախագահի ստորագրությունը կա։ Քրիստինե Ալագուլյան, Հորիզոն, Վատիկան, Հռոմ։ Քրիստինե, ես սկզբում ասացի, որ դու Վատիկանում ես, ես հիմա ուզում եմ ճշտել, դու Վատիկանում ես, թե Իտալիայում։ Ես արդեն վերադարձել եմ Վատիկանից եւ այժմ Իտալիայում եմ։ Ես նշեմ, որ Վատիկանում բացի Հռոմի պապից նախագահ Սարգսյանը հանդիպում ունեցավ նաեւ պետքարտուղար Բերտոնեի հետ։ Իդեպ 2008 թվականին էր, որ Բերտոնեն Հայաստանում էր։ Իսկ Հայաստանի նախագահի այցելությունը նաեւ շարունակվելու է վաղը, մյուս օրը, եւ դրանք կարելի է պայմանականորեն բաժանել երկու մասի։ Նախ առաջին մասը պաշտոնական հանդիպումներ, որոնք տեղի կունենան հենց վաղը, Հռոմի քաղաքապետի, բայց դրան կնախորդի Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի հետ հանդիպումը, այնուհետև երեկոյան տեղի կունենա գործարար շրջանակների հետ հանդիպումը։ Բայց այս ընթացքում տեղի կունենա նաև մշակութային հանդիպումներ եւ մշակութային հանդիպումների վրա ըստ էության ամենամեծ շեշտադրումները կան։ Նախ նշեմ, որ վաղը հենց Հռոմի կենտրոնական հատվածում տեղի կունենա խաչքարի ցուցադրության արարողություն եւ այնուհետեւ Բրասկի թանգարանում տեղի կունենա մի ցուցադրություն, որը նվիրված է հայկական մայրաքաղաքներից մեկին, Դվինին։ Եվ հենց այդպես էլ ցուցադրությունը կոչվում է Դվին, հայոց մայրաքաղաքը Ասիայի եւ Եվրոպայի միջեւ։ Այնուհետեւ մյուս օրը տեղի կունենան մշակութային իրադարձությունների մեկ այլ շարք, դա տեղի կունենա արդեն Վենետիկում, իդեպ սա խորհրդանշական է, որտեղ տեղի կունենա արդեն գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շարքի մեկնարկումը։ Այստեղ եւս նախատեսված է մի մեծ ցուցադրություն, որը կրելու է Հայաստան քաղաքակրթության դրոշմներ։ Սա իսկապես կհամարվի 500-ամյակին նվիրված միջոցառումների սկիզբը։ Բացի այդ, նախագահ Սարգսյանը նաև կայցելի Սուրբ Ղազար կղզի, որտեղ, ինչպես հայտնի է, 1717 թվականին Մխիթարյան միաբանությունը հիմնվեց եւ Մխիթարյան միաբանությունն էլ դարձավ հայկական մշակութային ժառանգության կենտրոններից մեկը։ Այս պահին այսքանը, Արմեն, մենք կմիանանք նաև վաղը։ Լավ, շնորհակալություն Քրիստինե, հույս ունեմ, որ արդեն Վենետիկում քեզ հետ վաղը կխոսենք։ Այո, իհարկե կխոսենք։ Լավ, մինչև վաղը անցնենք այլ թեմաների, այն բանից հետո, երբ մի քանի ամիս առաջ Հայաստանի նախագահը հանձնարարեց ավելի խորը ուսումնասիրել մարտի 1-ի գործը, բոլորին իհարկե հետաքրքրում է, թե ինչպես է ընթանում հետաքննությունը։ Այսօր հայտնի դարձավ, որ քննչական խումբը առաջիկա օրերին գործի ընթացքի վերաբերյալ զեկույց կհրապարակի։ Այդ մասին տեղեկացրել է քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։ Նրա վկայությամբ նախագահի կողմից գործն ակտիվացնելու վերաբերյալ հանձնարարականից հետո ընդհանուր առմամբ հարցաքննվել է շուրջ 500 անձ։ Գործով հետախուզման մեջ է գտնվում քաղաքացի Վիրապ Մանուկյանը, որը մեղադրվում է զանգվածային անկարգությունների
կազմակերպման մեջ։ Իսկ քննչական խմբի նոր ղեկավարը Վաղինակ Ջանազյանը տեղեկացրել է, որ մարտի 1-ի գործով 3 անձանց մահվան դեպքերի առնչությամբ այս պահին կա 4 կասկածյալ ոստիկան, որոնցից ոչ մեկը իր մեղքը չի ընդունել։ Նրանց մեղադրանքներ են առաջադրվել զենքի հետ վարվելու կանոնները խախտելու մասով։ 4 մեղադրյալներ, ոստիկանության զորքերի ծառայողներ, որոնք մարտի 1-ին եւ 2-ին կիրառել են հատուկ միջոց հանդիսացող KS 23 տեսակի հրացան, այսինքն որ նախատեսված է Չերոմուխա 7 սակի գազային նռնակ արձակելու համար։ Այս դրվագով ինտենսիվ քննություն է կատարվում, մեզ մոտ մի քիչ խնդիրներ են առաջացել կապված այդ արձակած նռնակների նույնացման հետ, այսինքն կոնկրետ ունենք հատուկ միջոց կիրառած 4 ծառայողներ եւ 3 մահվան դեպք, սակայն դեռևս հնարավոր չի եղել կատարել նույնականացում, այսինքն պարզել 1 ծառայողի 2 թե 3 կամ 4 ծառայողի արձակած կրակոցից են առաջացել հետևանքներ։ Այսօր վերաքննիչ քրեական դատարանը հիմնավորված է համարել Շանթի նկարահանող խմբի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու գործով առաջին ատյանի դատարանի վճիռը։ Դիտենք ռեպորտաժը, իսկ հետո լրագրողների նկատմամբ վերաբերմունքի մասին ավելի մանրամասն կխոսենք։ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավարության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հունիսի 13-ի դատավճիռ էշկրեական գործով ըստ մեղադրանքի Գեղարքունիքի Վլադիմիր Բաղդասարյանի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքի 164 հոդվածի առաջին մասով թողնել օրինական ուժի մեջ Ամբաստանյան, Բաղդասարյանի, Շահերի պաշտպաններ, Ռևազյանի և Սաղաթելյանի վերաքննիչները մեջը։ Սա արդեն նույն գործով երկրորդ դատական ատյանի վճիռն է ըստ էության նույն բովանդակությամբ։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժում է Վլադիմիր Բաղդասարյանի պաշտպանների բողոքը չհիմնավորված եւ օրինական ուժը կորցրած ճանաչել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը։ Ամբաստանյան Վլադիմիրի Բաղդասարյանին հանցավոր ճանաչել քրեական օրենսգրքի 164 հոդվածի առաջին մասով եւ դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի 200 պատիկի 200,000 դրամի չափով։ Կարելի է մանալ մեկ Վլադիմիր Բաղդասարյանի նկատմամբ քրեական գործ հարուցած Գեղարքունիքի դատախազությունը եթերում այս կադրերը տեսնելով եւ դրանք որպես ապացույց հիմք ունենալով։ Դատավարության ընթացքում Վլադիմիր Բաղդասարյանն այդպես էլ չի ընդունում փաստը, որ հարվածել է Շանթ հեռուստաընկերության օպերատորին, թեև հանգամանքը, որ լրագրողների աշխատանքի որոշակի խոչընդոտում տեղի էր ունեցել, ընդունվում է։ Ընդհանուր իրավասության դատարանի վճիռը կարող էր բողոքարկվել քրեական վերաքննիչ դատարանում դրա հրապարակումից հետո 1 ամսյա ժամկետում։ Ըստ էության մեղքը բացառող կամ մեղքի, ասենք ինչ-որ աստիճանափոխվող որևէ նոր հանգամանք չբացահայտվեց դատարանում, հետևաբար կարծում եմ, որ դատական ակտը, որոշումը դատավճիռը օրինական ուժի մեջ թողելը իրավաչափ է եւ օրինական։ Հարկ է նկատել, որ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը վերաքննիչում բողոքարկելիս Վլադիմիր Բաղդասարյանի պաշտպանները փորձեցին ներգրավել նոր վկաների, սակայն նրանց վկայությունները եւս լրացուցիչ ապացույցներ չէին ուժը կորցրած ճանաչելու ընդհանուր իրավասության դատարանի Վլադիմիր Բաղդասարյանին քրեական օրենսգրքի 164 հոդվածի առաջին մասով մեղավոր ճանաչելու մասին վճիռը։ Դիանա Հարուզունյան, Վահե Պողոսյան, Հորիզոն։ Այժմ ստուդիայում է Արամ Աբրամյանը։ Արամ, ուզում ենք մի քիչ ավելի մանրամասն խոսել մեր թեմատիկ վերլուծությունների շարքում այս լրագրողների նկատմամբ վերաբերմունքի մասին։ Տես, վերջերս կարծես թե այնքան էլ հաճախակի չեն այս դեպքերը, ինչպես սա, այդ ֆիզիկական բռնություն կամ խոչընդոտել եւ այլն։ Ճիշտ ասած, հիշում եմ միայն վերջերս եղավ մեր գործընկեր Գագիկ Շամշյանի հետ միջադեպ, բայց արդյոք դու մտավախություն չունես, որ այսպես չի մնա եւ կհաճախակիանան այս դեպքերը կապված ընտրությունների հետ։ Ես մտավախություն ունեմ, որ կհաճախակի կդառնան այդ դեպքերը, որովհետեւ ընդհանրապես երբ որ սուր իրավիճակ է, երբ որ տարբեր կողմերը ավելի սուր ինչ-որ շահագրգռվածություններ ունեն, ապա մենք լրագրողներս գտնվում ենք բնականաբար հարվածի տակ, որպեսզի ես մերկապարանոց չասեմ ինչ-որ բան, ես մի կոնկրետ դեպք գերեմ շատ բնորոշ։ 2009 թվականի, չեմ սխալվում, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Բոկո անունով քրեական հեղինակությունը հարձակվեց իմ լրագրողի վրա։ Հիմա կտամ գլխիդ քո կամերան այդ թեմաներով բնականաբար։ Բայց ամենահետաքրքիրն է նա, որ ոստիկանությունը, թաղապետարանը եւ մնացած գողականները ամեն ինչ անում են, որ լրագրողը չբողոքի։
այդպես են լինում նաև հակառակ կողմից, լինում է, որ ընդդիմության բտերները հարձակվում են իշխանամետ լրագրողի վրա։ Պետք է ընդունել, որ երկու կողմից էլ կա։ Նրանք պետք է հասկանան, որ մենք ընդհանրապես լուսաբանելու համար ենք, որ նրանք կարող են ամուսնանալ, բաժանվել, գցվել ծովը, մենք այդ ամենը պետք է միայն լուսաբանենք։ Եվ մենք լրագրողներս, անկախ քաղաքական դիրքորոշումներից, մենք պետք է համերաշխ լինենք այս հարցում եւ ոստիկանությունը հուսով եմ շատ խիստ կլինի նաև նման դեպքերի կրկնության դեպքում։ Տեսարան, բայց կա նաև մեկ ուրիշ հարց այստեղ։ Իհարկե սա ակնհայտ դեպք է եւ քո պատմածն էլ ակնհայտ դեպք է, երբ որ ասենք բռնության նման կամ պարզապես սպառնալիք, բայց կան այլ դեպքեր, երբ խոչընդոտվում է էլի լրագրողի աշխատանքը, բայց ոչ այնքան բացահայտ, օրինակ, հեռու չգնանք, հրաժարական է ինչ-որ մեկը տալիս, ես գնում եմ նրանից, ինչու քեզ հանեցին, ձայն չկա, նրանից, ով որ հանել է այդ մարդուն, ինչու հանեց, ձայն չկա, ով որ եկավ նրա հետևից, ինչու վատներ այս բնագավառ, այս մարդը հասցրել է, ձայն չկա, այսինքն բերանները ջուր առած, բանը, այստեղ արդեն ոչ թե լրագրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունք է։ Բայց էլի խոչընդոտում են փաստորեն։ Էլի խոչընդոտում են, բայց սա արդեն վերածվում է անհարգալից վերաբերմունք սեփական հասարակության։ Անշուշտ։ Եվ կան մամուլի պատասխանատուներ, երկար թեմա է, կարող եք երկար խոսել, որոնք բան են, ասենք նա կոչվում է վարչության պետ, էլի կոնկրետ դեպք եմ ասում, նա ինչ-որ գերատեսչության վարչության պետ է, նրան զանգում է լրագրողը, ինչ-որ բան է հարցնում, ինքը ասում է, քանի որ ես վարչության պետ եմ, ես խոսելու եմ միայն պետերի հետ, այդ շատ ընդունված բան է, կա տեղեկատվության ազատության մասին օրենքը, դու կարող ես տեսականորեն բողոքել դատարան, եթե քեզ տեղեկատվություն չեն տալիս, բայց մենք լավ չենք օգտագործում այդ օրենքը, առաջինը, եւ երկրորդը քաղաքական ամբողջ վերնախավը եւ պաշտոնյաները պետք է փոխեն գաղափարախոսությունը։ Պետք է լինի հիմքում հետեւյալ բանը. եթե ես քեզ չեմ համակրում որպես լրագրող, որպես լրատվամիջոց, դա դեռ չի նշանակում, որ ես քո թշնամին եմ։ Եթե այդ կոնցեպցիան նրանց գլուխները մտնի, ապա ամեն ինչ տեղը կանգնի։ Շարունակում ենք մեր ծրագիրը։ Ոստիկանության Ախուրյանի բաժնի ձերբակալվածների պահման վայրում ըստ ոստիկանների խցում Սավանով ինքն իրեն խեղտամահ է արել Գյումրիի բնակիչ 1968 թվականին ծնված Գոր Մանուկյանը։ Նա խոշոր չափի գողություն կատարելու մեղադրանքով մի քանի օր առաջ էր ձերբակալվել։ Ըստ նույն աղբյուրի, Սավանի մի ծայրը հանգուցակապված է եղել Գոր Մանուկյանի պարանոցին, մյուսը մետաղյա Մաղճակալին։ Գոր Մանուկյանը նախկինում 2 անգամ խարդախության համար դատապարտված է եղել, պատիժը կրել եւ ազատվել էր դեկտեմբերի սկզբին, իսկ մի քանի օր անց դարձյալ ձերբակալվել էր։ Այդ օրվա վերակարգը պարտավոր է անընդմեջ կատարել հսկողություն։ Հսկողությունը կատարվում է խցիկների դիմաց, հետո առաջ քայլելով ոստիկանի կողմից։ Այդ ընթացքում հարցաքննվել է ոստիկանը, որևէ բանի այդ ընթացքում հարցաքննվել է ոստիկանը, որը կատարել է ծառայություն, սկզբնական ոչ մի բան չի տեսել ինքը, միայն նկատել է, որ պարկած է, տվյալ դեպքում նոր մտել է ՑՊՎ եւ հայտնաբերել է Գոր Մանուկյանի Սավանով ինքն իրեն խեղտամահ եղած վիճակում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի պատասխանից մեզ արդեն պարզ կերևա, թե նրա մարմնի վրա բռնության հետքեր եղել են, թե ոչ, ինքնասպանությանը հատկանիշներ ունեցող է, իր կողմից կատարված Սավանով խեղտամահ լինելը, թե ոչ։ Եվ էլի Շիրակի մարզից 3 այնտեղ մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել։ Մարմաշենի խճուղում գազ 3110 մագնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից եւ հարվածել քարե պարսպին։ Հարվածը այնքան ուժեղ է եղել, որ պատը փլվել է, իսկ մեքենան ամբողջությամբ ջախջախվել է։ Վարորդը 1986 թվականին ծնված Արթուր Ավագյանը զոհվել է։ Այս պայմանությամբ ականատես որպես վկաներ տվյալներ չունենք, հանձնարարություն է տրվել ոստիկանության Գյումրի բաժնի աշխատակիցներին ձեռնարկելու համապատասխան միջոցառումներ, դեպքի հանգամանքները պարզելու, ականատես վկաներ հայտնաբերելու ուղղությամբ։ Կնշանակվի ավտոտեխնիկական փորձաքննություն, պարզվելու համար մեքենայի տեխնիկական վիճակը, սարքին եղել թե ոչ եւ վթարի հիմնական պատճառը։ Տեղափոխվենք Երևան եւ այժմ մի իրավիճակ, որում երևի շատերն են հայտնվել։ Պատկերացրեք, որ դուք եկել եք օդակայան, պատրաստվում եք մեկնել այլ քաղաք, բայց որպեսզի դուք օդանավ բարձրանաք, այդ ինքնաթիռը դեռ պետք է ժամանի Զվարթնոց։ Իսկ այն չի ժամանում, որովհետեւ եղանակային պայմանների պատճառով նստել է ոչ թե Երևանում, այլ մեկ այլ քաղաքում։
Ահա այսպիսի իրավիճակում են հայտնվել ուկրաինական Aerosvit ընկերության ուղևորները, տեսնենք թե ինչ էր պատահել։ Սրանք բացառիկ կադրեր են։ Դեկտեմբերի 10-ի լույս գիշեր Հայաստանից Ուկրաինա մեկնողները այս նստարաններին սպասել են մոտ 20 ժամ, առավոտվա 5-ից մինչև հաջորդ օրվա գիշերվա 2-ը։ Ուժած ուղևորներից մի մասը գնացել են բարեկամներից, մի մասը հյուրանոց, վերջում է կազմակերպել հյուրանոցը։ Չվերթը հետաձգվեց կես, հետո 1-2 ժամով ու այդպես շարունակ։ Հաջորդ օրը գիշերվա մոտ 2-ին հայտարարեցին, թռիչքը չի կայանալու։ Ավիացիայի մասին օրենքի համաձայն տվյալ իրավիճակներում չվերթը սպասարկող ավիաընկերությունը պարտավոր է ուղևորներին ապահովել սնունդով, կապի միջոցներով, կացարանով։ Փոքրիկ բուտերբրոդիկը ջրի հետ միասին եւ ժամը քանիսին բերեցին ուտելիքը 6:30 8:10 20:10 րոպե։ Տվել են այդ սառը սնունդը, մարդիկ ցունգերի վրա են ուտում։ Ասում են հնարավոր չէ սրճարանի սեղանների վրա մարդիկ նստեն մարտավայել գոնե ճաշակեն այդ ուշացած սնունդը։ Ասում են դա արենդայով վերցրած է։ Այստեղ տվել են սնունդ երկու անգամ առավոտ ժամը տենց 11:30-ից հետո մեկ էլ ժամը 15-ի կողմից։ Ես երբեք այսպիսի խոզավարի վերաբերմունք չէի տեսել։ Մարդիկ այստեղ 19 ժամ սպասում էին թռիչքի։ Մի մարդ, որ ասում էր մենք վճարել ենք այս ծառայության համար, նրան արդեն ուզում էին ձերբակալել։ Ուղևորների մի մասը մեկնել է տրանզիտ ձևակերպամբ, տրանզիտից չէր կարողացել օգտվել սննդամթերքի անվտանգության պետական ծառայության խումբը։ Նրանք մեկնում են Վիլնյուս սեմինարի մասնակցելու։ Սեմինարի առաջին օրը մյուսների հետ անցկացրել են օդանավականում, բայց ի տարբերություն շատերի որոշել են քայլեր ձեռնարկել։ Մենք մեր ծառայությունը հայց է պատրաստում, պետք է հասկանանք բարոյական վնասի հատուցում։ Ավիացիայի վարչությունը բացատրություն է պահանջել ուկրաինական ընկերությունից, որպեսզի ճշտենք այդ պատճառները ուղևորների եւ ված սպասարկման եւ օդանավի այդպիսի ժամանման հետ կապված, որ չի ժամանել։ Լևոն Ջանիբեկյանը նույնպես եղել է չմեկնած ուղևորների շարքում։ Նա մնացածի հետ այսօր 18:20 մեկնեց, վերջապես։ Չեմ հավատում, որ ես կթռչեմ։ Ինչն էր խափանված թռիչքի պատճառը։ Չվերթը Կիև-Երևան-Կիև էր։ Երևանից Կիև գնացողները պետք է մեկնեին նույն այն ինքնաթիռով, որը պետք է Կիևից Երևան գար։ Այդ ինքնաթիռը Կիևից մեկնել է դեկտեմբերի 10-ի գիշերվա մոտ 2-ին։ Մառախուղի պատճառով զվարթնոցում չի կարողացել վայրեջք կատարել։ Սովորաբար այդպիսի դեպքերում առավել հաճախ փոխարինող տարբերակ են ընտրում Գյումրիի օդանավականը։ Ուկրաինական Aerosvit ավիաընկերության օդանավը նախընտրեց Թբիլիսին։ Իրանք представитель ունեն բանում Թբիլիսում։ Եվ գերադասում են ընդդեմ։ Առավոտյան 11-ի կողմերը նորից է թռել Երևան, սակայն վայրեջք էլի չի կարողացել կատարել ու վերադարձել է։ Դրանից հետո խնդիր է առաջացել վառելիքի հետ կապված։ Այդ ընթացքում վախով ու հակասական տեղեկություններով են պատված եղել դիմավորողները։ Ասում էին, որ պիլոտը չի կարա իջնի, թե սաղի մոտ խուճապեր, որ պիլոտը չի կարա իջնի, բա ոնց են այդքան ժողովրդին դավիր արել պիլոտին, որ ասենք 4-5 սամայլոտ իջնում է, բայց այս մեր 30-ը չի կարա ու ժողովուրդը սա խուճապեր մատնվել։ Օդանավում նախապես եղած 99 ուղևորից 15-ը ետ են մեկնել Ուկրաինա, մնացածը մարդատար մեքենաներով Թբիլիսիից եկել Երևան։ Ատոմի հարազատները այն 15-ի մեջ են եղել, որոնք օդանավով Կիևից գալիս են Երևան։ Իրանք հետո երդեն եկել ես, իրանց թռեկել են, որ չվախենան սամայլոտի։ Աթոռների վրա ենք մնացել, որից հետո երեկոյան մի կերպ հարցերը լուծվեցին, վառելիք տվեցին, որպեսզի վերադառնա ինքնաթիռը Կիև։ Անորոշությունը նախ, երկրորդը ինչ-որ վիրավորական էր, որ քիչ պիտի թռնենք Հայաստան։ Ժամանման սրահում դիմավորողներ չկան, եկողներ նույնպես Կիև-Երևան չվերթը վերջապես վայրեջք կատարեց։ Այդ ընթացքում սուր զգացողություններ, վերջում նոր բերկրանքի պահեր պարգևելով ոչ միայն ուղևորներին, այլև հարազատներին։ Դա սակայն մնաց որպես հիշողություն, նրանցից ոչ ոք չի պատրաստվում իր իրավունքները պաշտպանել դատարանում։ Մամվել Քեշիշյան, Էդվարդ Մինեսյան, Հորիզոն։ Իդեպ, քանի որ ինքնաթիռների մասին խոսեցինք, մի հարց, ձեզ հաջողվում է ինքնաթիռում քնել, ինձ օրինակ երբեք չի հաջողվել։ Ընդհանրապես իմ կարծիքով մարդիկ բաժանվում են երկու տեսակի, առաջինը նրանք են, ովքեր միանգամից քնում են հենց որ գլուխը դնում են բարձին, իսկ երկրորդ տեսակը կազմում են նրանք, ովքեր ողջ կյանքի ընթացքում նախանձում են առաջին տեսակին, եւ ես էլ եմ նրանց թվում, դիտենք մեր տեսանյութը։ Երբևէ մտածել եք, բավարար է ձեր քունը թե ոչ։
Մեկը օրվա մեջ 2 ժամ է քնում ու առույգ է, մյուսն օրվա կեսը քնած է, կեսը կիսաքուն։ 5-ից 8 ժամը ընդունված է նորմալ համարել։ Իրականում սակայն տևողության ճիշտ ու սխալ չափեր չկան։ Էյնշտեյնը 11 ժամ է քնել, Բալզակը 2-ից 3։ Կարևորը որ քունը իր նպատակին ծառայի։ Վերականգնվի կորցրած էներգիան, օրգանիզմը լիարժեք հանգստանա։ Ֆիզիոթերապևտները պարզել են, քնելու ամենաարդյունավետ ժամը 22-ից 24-ն է։ Եթե մի քանի րոպե նույնիսկ հեռուստացույցի շուրջ ձեզ հետ շատ պատրաստ կլինի, նստած մարդը մի 15 րոպե այդպես անջատվում է, հետո ասենք ինքը թարմացած շատ ուրեմն վեր է կենում։ Մոլորակի բնակչության մոտ 10% այս կամ այն չափով տառապում է անքնությամբ։ Միացյալ Նահանգներում շուրջ 50 միլիոն մարդ օգտագործել կամ օգտագործում է քնաբեր դեղորայք, իսկ մոտ 100,000 մարդ ամեն տարի մահանում է ղեկին քնելու հետևանքով։ Լսել եք սոմնիֆոբիայի մասին։ Դա քնի հանդեպ վախն է։ Անքնությունը հիվանդություն է, եթե այն խորացած է, ապա նույնիսկ անբուժելի, ունի իր պատճառներն ու հետևանքները։ Ներվային հիվանդությունների, հոգեկան հիվանդությունների, դեպրեսիաների ժամանակ կարող է լինել եւ ինքը կարող է բերել դեպրեսիայի, ինֆեկցիոն հիվանդությունների, երկարատև վարակային հիվանդությունների հետևանքով, լինում է հորմոնալ խանգարումների հետևանքով, կանանց եւ տղամարդկանց մոտ դինում է հետկլիմակտերիկ շրջանում։ Տարիքի աճի հետ քնի տևողությունն ու պահանջը նվազում են։ Օրգանիզմը ծերանալով քնաբեր մելատոնին կոչվող հորմոնը սկսում է քիչ արտադրել։ Իսկ գիտեք, որ ճիշտ ու առողջ քունը իր կանոններն ունի։ Եթե օտափոխած ննջասենյակի հարմար գիշերային հագուստի, բարձի չափի ու դիրքի մասին շատերն են լսել, ապա շատերն էլ հիմա առաջին անգամ կիմանան, որ քնելուց մարդու գլուխը դեպի հյուսիս պետք է լինի։ Լսել եմ, որ ինչ-որ անկողնու տեղը պետք է սենյակում, չգիտեմ, որ ինչ-որ անկյունում լինի, պատուհանի տակ, այտենց ինչ-որ բանել եմ լսել։ Հյուսիսն ու հարավը չգիտեմ, ես ոնց պատայի քնում եմ ու դե արդեն ինձ թվում է որ մի քիչ տարիքը իրան զգացնել է տալիս, թվում է տենց է, քիչ են քնում տարիքավորները։ Ես շատ քնքոտ եմ, բայց գիտեմ, որ վնասը կար առողջությանը, բայց դե չեմ կարողանում։ Շատ ինչ կա։ Երևի 12 ժամ։ Մեզ մոտ շատերը ցերեկները մոտ 2 ժամ քնում են, հատկապես ձմռանը ցերեկները շատ են քնում։ Զրուցակիցս Իրանի քաղաքացի է, բայց ոչ միայն Իրանում, այլև շատ այլ երկրներում ցերեկային քունը նույնիսկ օրենքով է նախատեսված։ Բանն այն է, որ մեզ արդեն ծանոթ մելատոնինը ձմռան շրջանում օրգանիզմը շուրջ 20%-ով ավելի է արտադրում։ Եվ եթե դուք որոշեք սրանից հետո ցերեկը անպայման քնել, ավելի ճիշտ քնելու ժամանակ ունենաք, ապա քնեք ժամը 2-ից։ Հենց այդ ժամին է մարդու օրգանիզմը գտնվում ամենաթույլ վիճակում։ Արտակ Հովհաննիսյան, Արեգ Հակոբյան, Հորիզոն։ Այժմ մեր միջազգայիններ էջը այսպիսի մի հարց, սոցիալական որ հիմնախնդրի մասին եք դուք ամենից հաճախ խոսել ընտանիքում կամ ընկերների շրջապատում վերջին շաբաթների ընթացքում։ Հենց այդ հարցն է ուղղել BBC-ին աշխարհի 20 երկրների 11,000 բնակիչներին, ընդ որում հարցումը ներառել է ամենահարուստ պետություններից, ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից մինչեւ աֆրիկյան ամենաաղքատ երկրները։ Հիշեք, թե ինչ պրոբլեմներ եք դուք քննարկել վերջին շաբաթներին եւ համեմատեք։ Մեր միջազգային տեսաշարը։ Աշխարհում քննարկվող թիվ 1 թեման է կոռուպցիան, երկրորդ տեղում է ծայրահեղ աղքատությունը, երրորդ թեման, որն ամենաշատն է հուզում աշխարհի բնակիչներին, գների աճն է։ Նույնքան հաճախ մարդիկ քննարկում են գործազրկության պրոբլեմը։ Սրանք իհարկե միջինասված տվյալներն են։ Աֆրիկայում բնականաբար աղքատության թեման է առաջինը։ Իսկ Եվրոպայի այն երկրների բնակիչներին, որտեղ կրճատվում են աշխատատեղերը եւ աշխատավարձերը, ամենից շատ մտահոգում է գործազրկության հեռանկարը։ Պանամայի նախկին բռնապետ Մանուել Նորիեգան այսօր տեղափոխվել է հայրենիք, որտեղ պետք է կրի իր պատժի մնացած մասը 20 տարվա ազատազրկում։ 80-ականների վերջին, երբ ամերիկացիները ներխուժեցին Պանամա եւ գահանկեց արեցին Նորիեգային, նա դատապարտվեց ընդդիմադիր մրցակիցներին սպանելու մեղադրանքով եւ մոտ 2 տասնամյակ պատիժը կրում էր Ֆլորիդայում եւ Ֆրանսիայում։ Ազատազրկման մնացած 20 տարին նախկին բռնակալը կանցկացնի Պանամայի ջրանցքի մոտ ջունգլիների խորքում գտնվող բանտում։ Այսօր Սիրիայում տեղի են ունենում տեղական ընտրություններ։ Ընդդիմությունը կոչ է արել բնակիչներին չմասնակցել դրանց։ Ընտրություններին զուգահեռ Սիրիայում շարունակվում են բողոքի ցույցերը։ Այսօր կեսգիշերին լրանում է իշխանությունների կողմից Հոմս ըմբոստ քաղաքին ներկայացված վերջնագրի ժամկետը։ Բնակիչները վախենում են, որ կառավարական ուժերը պատժիչ գործողություններ կսկսեն։
Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դե Վիլպենը հայտարարել է, թե մասնակցելու է հաջորդ տարվա նախագահական ընտրություններին որպես անկախ թեկնածու։ Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ նախկին վարչապետը ընտրվելու փոքր շանսեր ունի, սակայն մեկնաբանների կարծիքով նա կարող է ձայներ խլել գործող նախագահ Նիկոլա Սարկոզիից։ Իսկ ռուսաստանյան ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրել գործարար Միխայիլ Պրոխորովը։ Խորհրդարանական ընտրություններից առաջ Պրոխորովը կազմավորեց Պրավոյե Ձելո կուսակցությունը, սակայն բոյկոտեց ընտրությունները, մեղադրելով Կրեմլին բազմաթիվ խոչընդոտներ հարուցելու մեջ։ Միլիարդատերը խոստացել է մարտին կայանալիք նախագահական ընտրություններից հետո նոր կուսակցություն ձևավորել։ Չինաստանում այսօր հազարավոր մարդիկ հետևում էին երկրի կենտրոնական նահանգներից մեկում գտնվող կամրջի պայթեցմանը։ Իշխանությունները որոշել են ապամոնտաժել կամուրջն այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ հնացած կառույցի վերանորոգումը անիմաստ է։ 100 տարի առաջ 1911 թվականի դեկտեմբերին նորվեգացի բևեռախույզ Ռաուլ Ամունդսենը առաջինը նվաճեց հարավային բևեռը։ Այդ տարեդարձի կապակցությամբ այսօր Անտարկտիկա է ժամանել Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգը։ 100 տարի առաջ հարավային բևեռն առաջինը նվաճելու համար անզիջում պայքար էր ծավալվել Ամունդսենի և բրիտանացի Ռոբերտ Սքոթի միջև։ Ի վերջո, Ամունդսենը Սքոթից մի քանի շաբաթ առաջ հասավ բաղձալի նպատակին։ Ֆիլիպինցի այս ճանապարհային տեսուչը ուրույն ձևով է կարգավորում երթևեկությունը։ Ուզում եմ, որ վարորդները խաչմերուկներում կանաչ լույսին սպասելիս չձանձրանան և բարձր տրամադրությամբ շարունակեն ճանապարհը, ասում է ոստիկանը։ Նա խոստովանել է, որ ամեն երեկո փորձում է պարային շարժումները տնեցիների առջև։ Տեսել եք արդյոք Նիագարայի ջրվեժը։ Այսպիսին այդ հանրահայտ ջրվեժը երևի այնուամենայնիվ չեք տեսել։ Կանադայի իշխանությունները որոշել են տոներից առաջ լուսավորել ջուրը և այժմ դուք կարող եք հիանալ ջրվեժի բազմերանգությամբ։ Սա նաև գրավում է զբոսաշրջիկներին, որոնց հոսքը ձմեռային այս ամիսներին բնականաբար նվազում է։ Ծրագրի սկզբում խոստացել էինք անդրադառնալ նաև Շարլ Ազնավուրին, հիմա կատարում ենք մեր խոստումը։ Երբ վերջերս Շարլ Ազնավուրին հարցրեցին, ինչ նվեր կուզեիք ստանալ ճակատագրից, նա պատասխանեց. Ուզում եմ այնպես լինի, որ ես կարողանամ երգել մինչև 90 տարեկանը, իսկ ապրեմ մինչև 100 տարեկանը։ Այս երազանքի առաջին մասը իրականանալուն մնացել է ընդամենը 3 տարի, հանրահայտ երգիչը 87 տարեկան է և հենց այսօր երգել է Կրեմլում։ Մոսկվայից հաղորդում է Վահե Ավանեսյանը։ Այս պահին շարունակվում է մայեստրո Շարլ Ազնավուրի համերգը Կրեմլի մեծ դահլիճում։ Տեսնում եք, համերգասրահի բոլոր դռները փակ են եւ այստեղ միջանցքում տիրում է խորհրդավոր լռություն եւ ամայություն, իսկ մինչ համերգի սկիզբը այստեղ պարզապես մեծ իրարանցում էր։ Հազարավոր երկրպագուներ եկել էին ներկա գտնվելու Շարլ Ազնավուրի բացառիկ համերգի Մոսկվայում։ Առաջարկում եմ լսել, թե ինչ ակնկալիքներով են նրանք եկել այս համերգին։ Երևի ամեն հայ կերազեր, որ հրաժեշտի համերգին անպայման մասնագից լիներ։ Այն խնդիրներ իմ առաջ տրված, որ ես իմ առաջ տրել եմ խնդիրն, որ հրաժեշտ տալուց առաջ անպայման պետք է լսեմ իրան։ Շարլ Ազնավուրը լեգենդարն է երգիչ է, կարելի այսպես ասել, որ ես երազում էի մասնակցել, որ տեսնել երազանքը կատարվել է։ Le temps qui sommeille, le temps sans joie, le temps des merveilles, le temps d'un jour. Ազնավուրի համերգին եկել էին մարդիկ, որ հավատարիմ են նրա երգին տասնամյակներ շարունակ եւ մարդիկ, որ նոր են իրենց համար բացել մեծ շանսոնիեին։ Ազնավուր երևույթը երևի թե ողջ աշխարհում է բացառիկ։ Նա նման չէ ոչ մեկին, անմիջական է ու պարզ իր մեծության մեջ։ Գուցե հենց դա է նրա նկատմամբ մեծ սիրո պատճառը։ Տաշիր գրուպը մեծ ուրախությամբ հովանավորեց մայեստրո Շարլ Ազնավուրի բացառիկ համերգը Մոսկվա քաղաքում եւ մենք ուրախ ենք, որ նման նվեր արվեց մեծաքանակ երկրպագուներին Մոսկվա քաղաքում։
Ազնավուրը Մոսկվայում հանդես է գալիս նոր համերգային ծրագրով, որի մեջ ընդգրկված է ինչպես իր հին հանրահայտ երգերը, այնպես էլ նորերը։ Այդ ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել Մոսկվայի իր երկրպագուների մեջ։ Ընդհանրապես Կրեմլի մեծ դահլիճում տեղավորվում է 6000 հանդիսատես եւ արդեն նախորդին հայտնի էր դարձել, որ բոլոր տոմսերը վաճառվել են եւ համերգի գլխավոր հովանավոր Տաշիր գրուպը գեղեցիկ նվեր էր պատրաստել հանդիսատեսի համար։ Բոլորին նվիրում են ահա այսպիսի սպիտակ վարդեր։ Ենթադրում եմ, որ համերգի վերջում այս բոլոր վարդերը կհայտնվեն բեմում։ Վայա Անիսյան, Վլադիմիր Եսայան, Մոսկվայից հատուկ հորիզոնի համար։ Իսկ հիմա էլի հայազգի երգչի մասին, բայց այս անգամ մի երգչի, որը ի տարբերություն Շարլ Ազնավուրի նոր է սկսում իր ճանապարհը։ Եվ այդ ճանապարհը նա սկսել է X Factor հեռուստանախագծի բուլղարական տարբերակում, դիտեք։ Մեծ Բրիտանիա 2004 թվական եւ X Factor նախագծի ծնունդը։ Տարիքային, ժանրային եւ կատալոգականության որևէ սահմանափակում չունեցող նախագիծ։ Զարմացրու ինչպես կարող ես։ Վրեժ Կիրակոսյանը 2011 թվական մայիս եւ Հայաստանում X Factor-յան առաջին եթերաշրջանի ավարտ։ Հայաստանից եւ Սփյուռքից ժամանած հայ երիտասարդների մրցույթում հաղթողը 28-ամյա Վրեժ Կիրակոսյանն է։ 2011 թվական Բուլղարիա դեկտեմբեր։ Այս նախագծում կարևորն արտիստիկ լինելն է եւ յուրաքանչյուր բեմադրության ժամանակ չձանձրացնող կերպարով հանդես գալը։ Կարևոր է նաեւ լավ պարելը։ Հազարավոր մասնակիցների մեջ հաջող աստղի տակ միգուցե հենց Ռաֆին էր ծնվել, որ հաջողվեց բոլոր փուլերը հաղթահարելով հայտնվել մրցութային համերգների փուլում։ Գրավել հաջողվեց ոչ միայն հեռուստադիտողին եւ հանդիսատեսին, այլև ժյուրիի անդամներին։ Ընդամենը 18 տարեկան է, պրոֆեսիոնալ երաժշտությամբ երբևէ չի զբաղվել, նախագծի ընթացքում մասնագետների պրոֆեսիոնալ թիմի աշխատել, Ռաֆին շաբաթ առ շաբաթ աճ գրանցելով ամեն անգամ նոր շնչով է բեմ բարձրացել։ Սևահեր հայ տղան կարողացել է առաջանցնել անգամ մինչև եզրափակիչ համերգը գլխավոր ֆավորիտ համարվող 14-ամյա Բոգոմիլ Վասիլևից։ Քվեարկության արդյունքները հետևյալ տեսքն են ունեցել. 50.6% եւ 49.4%։ Ռաֆին փոքր տարբերությամբ, բայց հաղթանակ է տոնել։ Շատ յուրատեսակ զգացողություն ունեմ։ Երջանիկ եմ, որ մասնակցեցի X Factor-ին եւ կրկնակի երջանիկ եմ, որ հաղթանակը նվաճել կարողացա։ Այս նախագծի շնորհիվ հայտնի դարձա, հաջողակ ու սիրված։ Բուլղարիայում նախագծի առաջին եթերաշրջանի պատմությունը հենց հայազգի այս շնորհալի երիտասարդի հաղթանակով կամրագրվի։ Երկրպագուների մեծ բանակ, անկեղծ եւ անկաշկանդ մարդ բեմի վրա։ Ռաֆին բուլղարացի երաժշտագետները մեծ բեմեր են կանխատեսում։ Լիանա Բաղդասարյան, Հորիզոն։ Եվ սպորտի մասին, սկսենք ֆուտբոլից, UEFA-ի կարգապահական կոմիտեն որոշում է կայացել տուգանել Զենիթին 30,000 եվրոյով։ Պատճառը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Հապոելի հետ հանդիպմանը երկրպագուների պահվածքն է, Վարդան Թադևոսյանն է ստուդիայում, Վարդան, ճիշտ ասած, այս պահը միշտ ես չեմ հասկացել։ Ես լավ խաղում եմ, ամեն ինչ անում եմ հաղթանակի համար։ Ինչ որ մեկը տրիբունայում խուլիգանություն է անում, գալիս են ինձ են տուգանում, բայց լավ, սա ուրիշ խոսակցություն, ինչ է պատահել այնտեղ։ Արմեն, ճիշտ ես նկատել, որ հնարավոր է թիմը հաղթի, շատ լավ խաղա, բայց այդ ֆանատները, որոնք կարող են, նրանք այդ Հապոելի հետ հանդիպման ժամանակ պայթուցիկներ են նետել խաղադաշտ, շատ ծուխ է եղել դարպասի հարևանությամբ եւ մրցավարը ստիպված եղել 2 անգամ դադարեցնել հանդիպումը, ընդհատել խաղը եւ հենց այդ արարքի համար 30,000 եվրոյով տուգանվել։ Միևնույն ժամանակ UEFA-ի կարգապահական կոմիտեն քննարկել է նաեւ Պետերբուրգյան ակումբի 4-րդ տուրում Դոնեցկի Շախտյորի հետ կայացած հանդիպման ժամանակ այստեղ նույնպես խուլիգանություն են արել ֆանատները եւ այս անգամ տուգանել է 20,000 եվրով, ընդհանուրը եղավ 50,000 եվրո տուգանք։
Եվ այսպես, Անգլիայի մայրաքաղաքում ավարտվեց London Chess Classic շախմատային գերմրցաշարը։ Վերջին 9-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով չեզոքացրեց մրցաշարի առաջատար Վլադիմիր Կրամնիկի բոլոր հնարավորությունները եւ 32-րդ քայլին կողմերը խաղաղ դաշնկնքեցին։ Պարզվեց, որ այդ ոչ ոքին էլ բավարարեց ռուս գրոսմաստերին, որպեսզի դառնար մրցաշարի հաղթող, նա վաստակեց 16 միավոր։ Ոչ ոքին ավարտվել նաեւ Մակշեյն Անանդ եւ Շորտ Կարսեն պարտիաները, իսկ ամերիկացի Հիկարու Նակամուրան հաղթելով Ադամսին վաստակեց 15 միավոր եւ մրցաշարը եզրափակեց երկրորդ արդյունքով։ 14 միավորով երրորդ տեղում Մագնուս Կալսենն էր։ Արոնյանը Անանդի հետ 9 միավորով կիսեցին 5-ից 6 հորիզոնականները։ Ավարտվեց ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության աշնանային փուլը, մնացած 10 տուրերը տեղի կունենան հաջորդ տարի։ 20-րդ տուրում գոլի հեղինակ են դարձել Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Հենրիխ Մխիթարյանն ու Մարկոս Պիզելին։ Մխիթարյանը Շախտյորի կազմում գրավել է Կրիվբասի դարպասը, նա դարձել է Ուկրաինայի առաջնության 12,000-րդ գոլի հեղինակ։ Նշենք, որ հայ ազգի ֆուտբոլիստը երրորդ խաղն է անընդմեջ դառնում գոլի հեղինակ։ Շախտյորը հաղթել է 4-0 հաշվով եւ 51 միավորով երկրորդ տեղում է, առաջատարը 52 միավոր վաստակած Կիևի Դինամոն է։ Մարկոս Պիզելիի Դոնեցկի Մետալուրգի կազմում գրավել է Զարյայի դարպասը, Մետալուրգը հաղթել է 3-0 հաշվով եւ ամանորյա հանգստի է գնում 8-րդ տեղում։ Թիմը վաստակել է 29 միավոր։ Ինչպես տեղեկացնում են ֆրանսիական լրատվամիջոցները, հղումանելով ֆրանսիական Paris Saint-Germain-ի ղեկավարության, իրենց աղբյուրներին 95%-ով պատրաստ է ակումբի եւ անգլիացի կիսապաշտպան Դեվիդ Բեքհեմի պայմանագիրը։ Մնացել է միայն համաձայնեցնել որոշ մանրամասներ։ Բեքհեմին առաջարկվել է 1.5 տարվա պայմանագիր 12 միլիոն ֆունտ ստերլինգ գումարով։ Հիշեցնենք, որ Բեքհեմը, ում պայմանագիրը ամերիկյան Los Angeles Galaxy ակումբի հետ արդեն ավարտվել է, ավելի վաղ հայտարարել էր, որ մինչև նոր տարի չի ցանկանում որոշում կայացնել, թե որտեղ է շարունակելու իր կարիերան։ Իսկ Չելսիի ֆրանսիացի հարձակվող Նիկոլա Անելկան տեղափոխվել է Չինաստանի Սուպերլիգայում հանդես եկող Շանհայ Շանհուա ակումբը։ 32-ամյա ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր է կնքել եւ Չինաստան կտեղափոխվի հունվարին։ Անելկայի շաբաթական աշխատավարձը կլինի 235,000 եվրո։ Եվ վերջում պրոֆեսիոնալ բռնցքամարտ, ամերիկացի բռնցքամարտի 27-ամյա Լամոնտ Փիթերսոնը դարձել է WBA եւ IB վարկածներով աշխարհի չեմպիոն միջին քաշային կարգում։ Նա սենսացիոն հաղթանակ է տարել նախկին տիտղոսակիր 24-ամյա բրիտանացի Ամիր Խանի նկատմամբ։ 7-րդ ռաունդի ավարտին մրցավարները Խանից միավոր են հանել հարվածի համար։ Ավելի ուշ նույնատիպ խախտման համար միավոր են հանել նաեւ 12-րդ ռաունդում։ Արդյունքում հենց այդ թերացումները թույլ չեն տվել Խանին պահպանել չեմպիոնական գոտին։ Շնորհակալություն Վարդան, ահա այսպես սկսվեց նոր շաբաթը։ Մենք ձեզ առաջարկում ենք դիտել նաև մեր եզրափակիչ տեսանյութը եւ Վարդանի հետ մաղթում ենք ձեզ հաջորդ շաբաթ, լավ շաբաթ բոլորիս։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը շարունակում է վաստակել բազմաթիվ մարդկանց վստահությունն ու քաղաքական այս թիմին միացողների թիվն ավելանում է։ Հերթական անգամ ԲՀԿ մուտք գործելու քաղաքական որոշում են կայացրել հանրապետության տարբեր բուժ հիմնարկների բազմաթիվ աշխատակիցներ։ Ընդունելով ԲՀԿ ծրագրային դրույթները, տեսնելով կուսակցության կատարած մեծամասշտաբ գործունեությունը կյանքի տարբեր ոլորտներում ու նաև ողջավորված լինելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կերպարով, այս մարդիկ կուսակցությանն անդամակցելու որոշում են կայացրել։ Նորաթուխ կուսակցականները նշում են, որ ԲՀԿ անդամ դառնալն իրենց համար խիստ պարտավորեցնող է ու պետք է աշխատեն արժանի լինել կուսակցության անդամ լինելու պատասխանատու կոչմանը, իսկ կուսակցական դառնալու ճանապարհը մեկնարկում է հանդիսավոր երդման արարողությամբ։ Հանդիսավոր պայմաններում նորաթուխ կուսակցականներն իրենց անդամատոմսերը ստանում են հենց Գագիկ Ծառուկյանի ձեռքից։ Ընդգծում, որ այսուհետ այս կրծքանշանները վկայելու են իրենց կյանքում կայացրած շատ կարևոր եւ արդարացված որոշման մասին։ Թիմային աշխատանք, պատասխանատվություն ու հավատ, որ ամեն ինչ լավ է լինելու։ ԲՀԿ թիմի մի մասնիկ դառնալու որոշում կայացրած Հիպոկրատի երդվյալներն ընդգծում են, կյանքի այս փուլում նման որոշումը մի շարք շարժառիթներով է ընդունվել։ Շատ քչերն են, որ կարող են իր նման նվիրվեն ժողովրդին, իսկ ինքը նվիրված որդի, հայր եւ ժողովրդի զավակ։ Հանդիպելով շատ կուսակցությունների, ծանոթանալով նրանց բոլոր տեսակի ծրագրերին երկարատև մտածելուց հետո ես որոշեցի դառնամ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ եւ չեմ սխալվում, քանի որ նրա հետ շատ մեծ հույսեր եմ կապում։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կարող է բռնել սովորական հասարակ քաղաքացու ձեռքը եւ առաջնորդնել
դեպի պայծառ ապագան։ Առողջապահության ոլորտի ներկայացուցիչների քաղաքականություն մուտք գործելու այս որոշումը ողջունում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, շեշտում, որ ամեն ինչից առավել մարդկանց վստահությունն ու հավատն է, որը սրբության նման պահելու ու պահպանելու է։ Շատ ուրախ եմ այսօրվա հանդիպան համար եւ կրկնակի ուրախ եմ ձեր քաղաքական որոշման համար, որոնք ձեր ցանկությամբ ցանկացել եք անդամակցել Բարգավաճ կուսակցությանը միասնական իրականացնենք մեր ծրագրերը գործերը։ Իհարկե 2007 թվականից հետո Բարգավաճ կուսակցության մեջ մեծ փոփոխություններ կան վստահության համար, հավատքի համար, իսկ դա հասկացող մարդին պարտավորեցնում է, որ մարդը պատրաստակամ է ինքը ավելի մեծ վնաս կրել, բայց այդ վստահությունը իրականության կոչել, որ մարդիկ հուսախաբ չլինեն։ Պետք է միասնական լինենք եւ որը օգուտ է երկրին, ժողովրդին, տնտեսությանը, պետականությանը, թոշակառուին, ծառայողին, ուսանողին, այդ խնդիրները պետք է մենք միասնական լուծենք։ Ես ձեր բոլորին ուզում եմ շնորհակալություն ասել այսօրվա համար, տա Աստված, որ միշտ մենք կարողանանք իրար հետ հանդիպելու, իրար հետ տոնելու ուրախություններ, հաղթանակներ, տոնակատարություններ։ Շնորհակալություն, Աստված ձեզ պահպանի։ Կուսակցաշինության գործընթացի այլևս մի մասնիկ դարձած անձինք շեշտում են, որ բոլորը միավորվել են գործելու հաստատակամությամբ, իսկ Գագիկ Ծառուկյանն ամփոփում է. բոլորս աշխատելու ենք ի նպաստ մեր երկրի ու հանուն Բարգավաճ Հայաստանի կերտման։